ժողովուրդ, սիրելի Աստծո տուն, այսօր գիտեք ինչի մասին եմ ուզում խոսել, Աստված սրտիս մեջ դրել է, խոսել Սուրբ Հոգու հետ մտերմություն։ Ամեն։ Ինչքանով ենք մտերիմ Սուրբ Հոգու հետ։ Գիտես, մենք մեկս մյուսի հետ կարող ենք մտերմություն անել, իրարից սովորել, իրարով տաշվել, հա? Մեր բնավորությունը իրար տաշվում է, իրար հետ, հա, սովորություններ, նմանվում ենք իրար, բայց ինչքանով ենք շփվում Սուրբ Հոգու հետ, որպեսզի նմանվենք այն գերազանց հոգուն, որ եկել է մեր ներս։ Ամեն։ Գիտեք, մի տեղ եմ ուզում կարդամ ու շարունակենք։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ 18-րդ խոսք։ Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի արդար, անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն, թեև նա մարմնով մեռավ, հոգին սակայն նրան կենդանացրեց։ Այդ հոգին, որ մեռելին հարություն տվեց, Հիսուսին կենդանացրեց, Ղազարոսին հարություն տվեց, կույրին տեսողություն տվեց, կաղին քայլելու հնարավորություն տվեց, այդ հոգին բնակվում է մեր ներսում։ Ինչքանով ենք այդ հոգուն տեղ տալիս, թե ասում ենք դե լավ, հետո, գիտեք ոնց եք շփվում Սուրբ Հոգու հետ, ձեր ծածուկ աղոթքի կյանքում, գիտեք դուք լիքը ժամանակ ունենաք, չէ, ու ժամանակներ էլ ունենում եք, այս գործ անելու, այն գործ անելու, դուք հաշվել եք, իսկ քանի ժամ եք տրամադրում աղոթքի կյանքի Սուրբ Հոգու հետ շփմանը։ Գիտեք, երբ որ մենք ապաշխարում ենք, վերստին ծնվում ենք, այդ գերազանց հոգին արդեն գալիս է մեր ներսում։ Դուք ստեղ բոլորդ մկրտված եք, չէ՞, Սուրբ Հոգով։ Կա մարդ, որ մկրտված չի։ Օ, հալելույա։ Դուք մկրտված չեք, կմկրտվեք, ուշադիր լսեք, այսօր Տիրոջ հոգին կգա ձեր վրա։ Արդեն ձեր վրա է, իսկ դուք չգիտեք։ Գիտեք, մենք ժամանակ, ձեզ որ հրավիրում են, հա, հարևան, բարեկամ, քույրիկ, եղբայր, չգիտեմ, հարազատ, ասում եք սուրճ խմելու քանի ժամ եք մնում։ Անկեղծ խոսենք, քանի ժամ են գնում ու սկսում շփվել, խոսել, քաղաքականությունից, երկրի վիճակից, երկրի երեսը քննելուց, ինչի՞ չէ հարևաններին ով եկավ, ով գնաց։ Քննում ենք մեկս մյուսին, հա? Եթե կարելի ասել բամբասում ենք, մի քիչ ցածր տոնով ասեմ, դե դա մենք չենք անում։ Իսկ քանի ժամ ես Տիրոջ հետ շփվում, քանի ժամ ես կանչում Տիրոջը քո կյանքի մեջ, ինչքանով ես խնդրում Տիրոջը, որ փոխի քո ներսի մարդը, քո ներսի, գիտեք, ես միշտ ասում եմ Նարին է, գիտեք իմ կյանքում լինում են իրավիճակներ, որ ես ինձ նոր ճանաչում եմ, Նարին ես դու եիր, այո ես եմ, իսկ դու քեզ ճանաչում ես, խնդրի Սուրբ Հոգին քեզ ցույց կտա ով ես դու, կողքինիդ ոչ մի բան մի ասա, երբ որ դու գնում ես իրավիճակների մեջ, ոչ մեկին մի մեղադրի, խնդրի Աստծուն, ասա Տեր, էս ինչ էր, էս ինչի համար էր, ինչ կա իմ ներսում, ամեն բան ցույց տուր ինձ, ամեն։ Գիտեք սիրելիներս, առաջին անգամ եմ հեռախոսով ուզում տեսնել, բացենք Հովհաննեսի ավետարան, 14-րդ գլուխ, 17 խոսքը, ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Դուք հասկանում եք, որ Սուրբ Հոգին մեր մեջ է, մեր հետ է։ Դուք գիտեք, որ մենք կարող ենք ամեն հարց Սուրբ Հոգու հետ տալ, զրուցել, ինչի համար Քրիստոսը գիտեք խաչվեց, մահացավ, հարություն առավ, որովհետև ավետարաններում ընդհանրապես Տիրոջ խոսքը ասում է, Հիսուսն ինչ ասեց, ես գնամ, գործք առաքելոց, մխիթարիչը գա։
Այդ մխիթարիչը մեր ներսում է։ Այդ գերազանց Սուրբ Հոգին մեր ներսում է։ Մենք զրուցում ենք Սուրբ Հոգու հետ։ Այնքան կարևոր է, որ շփվեք Սուրբ Հոգու հետ, բոլորս, ես ինքս, առաջինը այս ինչ խոսում եմ ինձ եմ ասում, որովհետև իմ բերան իմ ականջին ավելի մոտ է, առաջինը ինձ եմ ասում, սիրելիներ, ես սիրում եմ Հիսուսին, ես սիրում եմ Սուրբ Հոգու հետ շփվել, որովհետև ինքը գաղտնիքներ է բացում, ինքը գալիս է, գիտեք ինչ, ու բնակվում է մեր ներսում, մի հատ օրինակ բերեմ, բոլորս մաքրասեր ենք, բոլորս սիրում ենք մեր տները կոկիկ, մաքուր, ռեմոնտ եւ այլ, չէ, բոլորս սիրում են մաքուր տան մեջ ապրել կամ իր շրջապատը մաքուր լինի, հա։ Այդ շատ լավ է։ Գիտեք, Սուրբ Հոգին եկավ, գիտեք, մեր ներսը մաքուր չէր։ Եվ մի բան ասեմ, հիմա էլ մաքուր չի։ Եկավ այդ Սուրբ գերազանց Հոգին բնակվեց մեր կեղտոտ ներսում։ Ու գիտեք ինչ անում, մեկ, երբ որ դու սկսում ես աղոթել, երբ որ դու սկսում ես Տիրոջը ճանաչել, հա, ինքը մեկ հանում է քեզանից։ Մեկ մաքրում է այն բնակարանը, որտեղ որ ինքը պիտի բնակվի։ Որտեղ որ ինքը պիտի բնակվի, բայց դու թույլ տալիս ես ինքը բնակվի նենց, ոնց ինքն է ուզում։ Այնքան կարևոր է, որ դու թույլ տաս Սուրբ Հոգին քո ներսում գործողություն անի։ Գիտեք, մեր բնավորության հետ ամենակարևոր սկզբունքներից մեկը մեր բնավորությունը։ Մեր նախասիրությունները, մենք ինչ ենք սիրում, ուր ենք գնում, ինչ ենք անում, ինչ ենք լսում, ինչ ենք խոսում։ Գիտես Գաղատացիս 5-րդ գլխում, հա, 22, բոլորդ երևի գիտեք, հոգու պտուղը եւ մարմնի եւ հոգու, հա։ Ես չեմ ասում պտուղները, պտուղ 9-1-ում։ 9-1-ում կա քո ներսում է ձևավորված, թե իրավիճակները հենց դուրս է գալի, սերը չկա, խաղաղությունը չկա, պորտկում ես, չգիտեմ, ինչ էր։ Գիտես իրավիճակներում երևում է մենք ով ենք։ Շատ հնարավոր է քեզ ցավացնեն, շատ հնարավոր է քեզ ինչ որ բաներ ասեն, դուրը չի գալի ոչինչ լռի։ Կխոսեն, լուր կաց։ Տեսել է Սուրբ Հոգին ոնց կվարվեր։ Հենց այդ ժամանակ քո ընտանիքում կին ամուսին փոխհարաբերության, երեխա ծնողներ փոխհարաբերության, սիրելի մամաներ, պապաներ, երիտասարդներին հասկացեք, մենք շատ լավ սերունդ ունենք, սխալ բաներ մի խոսեք մեր սերունդի վրա, ճիշտ է, նա էլ կա, չեմ ասում լրիվ կատարյալ է, բայց ճիշտ բաներ խոսեք, ուզում եք ձեր երիտասարդներին, ձեր երեխաներին, հարսներին, թոռներին, ծոռներին, տղաներին, փեսաներին տեսնել Տիրոջ տան մեջ, տեսնել փրկված, տեսնել Քրիստոսին ծառայելուց, տեսնել Սուրբ Հոգուն վերապրելուց, ուրեմն քեզանից է սկսվում, ինձանից է սկսվում։ Ամեն։ Հալելույա։ Շփվեք Տիրոջ հետ։ Շփվեք Տիրոջ հետ, Տերը կսովորեցնի ամեն բան, ամեն, ես ուզում եմ բացեմ Գաղատացիների թուղթը ու կարդամ դա, հոգու պտուղը այս է, սեր, ուրախություն, սեր, կանգնեք մի փոքր սիրո վրա, կարա սիրես այն մարդուն, որ քեզ չի սիրում, մենք իրար այնքան լավ կսիրենք, որտեվ եկեղեցում ենք, մենք իրար ոչ մի բան չենք անում, գիտեք ով է ձեզ նեղացնում, ում հետ մտերիմ ես, ում հետ շփվում ես, ումը ճանաչում ես, քեզ նեղացնողի սեր, հոգու պտուղն է, եթե դա չունես, խնդրում եմ, շփվի Սուրբ Հոգու հետ, որ սովորես, ամեն, երկրորդը,
ուրախություն։ Ում կյանքում ա եղել շատ վատ վիճակի մեջ ա, շատ ուրախանալու ոչ մի բան չկա, ոչ մի բան չկա ուրախանալու բան։ Մենք սիրում ենք, չէ՞, փող կա ուրախ ենք, փող չկա ուրախ չենք։ Կամ ընտանիքում իրավիճակները, հա? Կա տենց մարդ։ Բոլորս։ Բայց եղել է կաք, որ երբ որ մտնում ես ծածուկ քո սենյակը, դուրս ես գալի ներսը ցնծում է։ Բայց իրավիճակները տահավոր է, դա Սուրբ Հոգին է, որ քեզ առաջնորդում է, որ քեզ ասում ամեն բան լավ կլինի։ Գիտեք, երբ որ դուք սկսեք շփվել Սուրբ Հոգու հետ ու կկարդաք Աստծո խոսքը, Տերը իր խոսքը կբացի քեզ համար։ Ու քո ներսում կգա հույս, հավատք, սեր, ուրախություն։ Ամեն։ Հաջորդը խաղաղություն, համբերություն։ Խոսք եմ ստացել երկնքից, վաղ հետի պիտի լինի։ Հովիվ ջան, խոսք եմ ստացել։ Գիտեք, 20 տարի առաջ խոսք եմ ստացել, այսօր կատարվում է։ Եթե դու այսօր խոսք ես ստացել, երկնքից քեզ համար խոսք է եկել, Սուրբ Հոգի խոսք է ուղարկել, համբերի, որովհետև Սուրբ Հոգու պտուղներից մեկը համբերությունն է։ Ամեն։ Եվ աղոթի դրա համար։ Շփվի Տիրոջ հետ, Տերը կբացի։ Գիտեք, շատ անգամ Սուրբ Հոգի խոսմա չենք հասկանում։ Եղել է, որ խոսելա չես հասկացել։ Առաջի մեկը ես եմ, լիքը ընկել եմ, վեր եմ կացել, հետո հասկացել եմ դա ինչի համար է այդ խոսքը։ Ամեն։ Քաղցրություն։ Քաղցր եղի, գիտես ում հետ։ Ստեղ ինձ թվում է բոլորդ մեկդ մյուսի հետ քաղցր կլինեք։ Այն հարևանիդ հետ քաղցր կարաս լինես, որ տեսնի Հիսուսին քո մեջ։ Ասի, էս քո մեջ մի հատ յուրահատուկ բան կա, ով ես։ Այդ ուզում եմ։ Այդ գերազանց հոգուն Հիսուսին ձեր ներսում ցույց տվեք։ Ձեր իրավիճակներում, ձեր վարվելաձևում, ձեր ապրելակերպում ցույց տվեք, որ տեսնեն տարբերությունը։ Ամեն, որ Քրիստոսը քո հետ ապրում, Սուրբ Հոգին քո մեջ ապրում։ Ամեն։ Հալելույա։ Բարություն, հավատ, հեզություն, ժուշկալություն, բարություն։ Իսումա բոլորս բարի ենք, հա։ Դա միայն մեզ թվում է։ Դա միայն մեզ թվում է։ Հələ հենց հիմա մեկը կանգնի ոտիդ վրա, տեսնեմ բարի ես, թե հավատ։ Գիտեք, սա Սուրբ Հոգու պտուղն է։ Գիտես, դու դրանով պիտի տարբերվես։ Դու հենց այդ պտղով պիտի տարբերվես, երբ որ դու կշփվես Սուրբ Հոգու հետ, դու կտարբերվես։ Երբ որ թույլ կտաս Սուրբ Հոգին քո ներսի մարդը ձևավորի, քո անձը, քո վարվելաձևը ձևավորի։ Գիտեք, որովհետև այդ ձևավորումից հետո, նայեք, մենք ասում ենք, ծառայող ենք, հալելույա, ամեն, բոլորը ծառայող եք, ծառայեք եկեղեցում։ Հենց ծառայության մեջ, հենց մտնում ես ծառայություն, ասում եմ, բարի գալուստ, ծառայություն փոխվելու տեղը։ Քեզ վրա դրված ավակ, իրան պիտի լսեմ, բաում։ Եկեղեցին ունի ստրուկտուրա։ Բաում բարի գալուստ ծառայության մեջ տաշվելու, խոնարհվելու։ Գիտեք ինչի խոնարհվելու, որտեղ խոսքն ասում է Սուրբ Հոգին գիտեք երբ է ձեզ օգտագործելու, երբ որ ձեր խոնարհությունն ու սրբությունը կլինի, Տերը կօգտագործի ձեզ, մեզ բոլորիս։ Որտեղ ասում է Սուրբը կտեսնի Տիրոջ երեսը, իսկ խոնարհությունը գնում է քո առջևից։ Պետք չի որ ասեն, գիտեք, ես կան սուտ խոնարհություններ, գիտեք։
Այդ սուտ խոնարհության մասին չի, ներսի խոնարհություն, որ ծառայության մեջ քեզ ինչ ասեմ, դա ասես ես միշտ պատրաստ ծառայելու։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք Դավիթ թագավորը Սաղմոս 51 չեմ կարդում, Սաղմոս 51 10-11-ում ասում է Տեր երեսը չծածկես ինձանից։ Տերը եթե երեսը ծածկեց մեզանից, վայ մեզ։ Վայ մեզ, եթե Տերը երեսը ծածկեց մեզանից։ Հոգիդ չառնես ինձանից 11-րդ խոսքում ասում է։ Իսկ գիտեք խոսքն ասում է Տերը երբ որ գալիս է իր հրաշքներով, զորությունով, երբ որ դու խոնարհվում ես, երբ որ դու սուրբ կյանքով ապրում ես, Սուրբ Հոգին թույլ ես տալի ավելի քո ներսը ձևավորի, ավելի սենց մտերմանա քո հետ։ Գիտես, երբ որ դու մտերիմ ես Սուրբ Հոգու հետ, Սուրբ Հոգին քեզ տանում է, ուղղակի տանում է, բացում է, անգամ խոսքը, որ դու կարդում ես, խոսքն է անգամ բացում քեզ համար։ Եղել է, որ կարդացել ես, չես հասկացել։ Եղել է։ Իմ կյանքում շատ է եղել, ասեմ երբ։ Մի ճշմարտություն ասեմ ձեզ լավ։ Իմ կյանքից։ Գիտեք, այնքան է եղել իմ կյանքում, իմ քույրիկը շատ լավ գիտի, ես հենց մի բան անում եմ դիմ ապաշխարելու տեղը, ոչ թե ապաշխարելու, ես արագ եմ շատ ապաշխարելու մեջ, շատ շուտ ապաշխարող եղեք, շատ շուտ, եթե դու հասկանում ես, որ դու մեղք գործեցիր, արագ ապաշխարի, որտեվ Տիրոջ խոսքն ասում է, իմ արդարը 7 անգամ ընկնի, 7 անգամ էլ կբարձրացնեմ։ Իսկ խոստովանությունը, ես իմ քույրիկի մոտ գնում եմ ու մի անգամից խոստովանում եմ։ Գիտեք, իմ կյանքում եղել է ժամանակ, երբ որ ես չեմ կարողացել 10-րդ տալ, խոսքից բռնած փակվել է ինձ համար։ Ես կարդացել եմ ու չեմ հասկացել։ Բայց հենց որ 10-րդը Տիրոջ բաժինը տվել եմ, խոսքը բացվել է ինձ համար։ Ու Սուրբ Հոգին գործել է իմ կյանքում։ Ամեն։ Հալելույա։ Թույլ տուր Սուրբ Հոգին առաջադրանք տա քեզ։ Թույլ տուր Սուրբ Հոգին, գիտես, քո որոշումների մեջ խառնվի։ Ուղղակի թույլ տուր։ Թույլ տուր մտնի քո որոշումների մեջ։ Որտեվ մենք մարդ ենք, լիքը որոշումներ կարանք սխալ անենք։ Համաձայն եք։ Մեր մտածածով ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ լավ է, սենց անենք, բայց միգուցե դա Տիրոջ համար սխալ է։ Իսկ գիտեք այդ ինչ դժվար է։ Գիտեք ինչ դժվար է։ Մարմնին հաճելի, աչքին հաճելի, ականջին դուրեկան, ոյ դե լավ է, այս ինչ բանը սենց կանեմ։ Բայց Սուրբ Հոգին ասում է կգամ աշտանակը տեղից կշարժեմ, չանես, էդի քո անելունը չի։ Շփվի Սուրբ Հոգու հետ ու Տիրոջ Հոգին քեզ կասի դու ինչ անես։ Քո որոշումների մեջ կխառնվի ու քո որոշումները կփոխվեն։ Իմ կյանքում շատ է եղել, որ որոշում եմ կայացրել, սենց պիտի անեմ, բայց հենց մտել եմ ծածուկ սենյակ դուրս եմ եկել, ասել եմ, չէ, սենց չեմ անելու։ Մի անգամից փոխվել է։ Ամեն։ Հալելույա։ Գիտես, երբ որ մենք լցվում ենք Սուրբ Հոգով, հա, մենք բոլորս լցված ենք Սուրբ Հոգով ու լեզուներով աղոթում ենք։ Գիտեք դա ինչա նշանակում։ Աստծո ներկայությունը կանչել։ Կանչի Աստծո ներկայություն, ուզում ես Աստծո ներկայությունը քո կյանքում լինի։ Մտի քո ծածուկ սենյակում ու սկսի լեզուներով աղոթել։ Կանչել Սուրբ Հոգուն ու դու կզգաս իր ներկայությունը։ Քանի դեռ դու լեզուներով չես աղոթում, Տիրոջը չես կանչում, դու չես զգա իր ներկայությունը։ Որովհետև երբ որ Սուրբ Հոգին գալիս է, մեծամեծ բաներ է խոսում քեզ հետ։ Հավատարիմ մարդու հետ մեծամեծ բաներ է Տերը խոսում։ Ամեն։ Հալելույա։ Իսկ երբ որ Սուրբ Հոգին մեր հետ աշխատում է, մենք ում ենք նմանվում։ Տիրոջը։ Դուք հասկացել եք մի բան, որ ում հետ մի քիչ երկար շփվում ես, իր նման ես դառնում։ Անկամ քո լեքսիկոնը, քո խոսակցականը, քո շարժու ձևը, ասում եմ, մեկդ մյուսին ձևավորում եք։ Սիրելի, շփվի գերազանց Տիրոջ Հոգու հետ, որը մեր ներսում է։ Գիտեք, հին ուխտում Աստված ընտրում էր մարդիկ, որոնց հետ կխոսեր։
Դանիելը, Մովսեսը, Հովսեփը մարդկանց ընտրում էր, որ խոսի, իսկ այսօր բոլորը տնտրված եք, Տիրոջ հոգին ձեր ներսում է, որովհետև Հիսուսը խաչվեց մեր փոխարեն, մեր մեղքերը վերցրեց իր վրա ու այն գերազանց հոգին տվեց մեզ ու ասեց. ես արել եմ, դուք էլ կանեք։ Ով որ Տիրոջ աշակերտն է, քայլում է Տիրոջ հետքերով, շփվում է Սուրբ Հոգու հետ, դառած է մեկ, Տերը կգործի նրա կյանքում։ Ամեն։ Որովհետև գիտեք, երբ որ դու շփվում ես Տիրոջ հետ, դու նմանվում ես իրան, իր ներկայությունն է գալի։ Իսկ Տիրոջ ներկայության մեջ մարդը հալվում է, ես հալվում եմ, ես չեմ կարող կանգնեմ Տիրոջ ներկայության մեջ։ Իմ հետ իմ ներսում բան է կատարվում։ Փոխվում է իմ ներսը, իմ մտածելակերպը, իմ վարվելաձևը, իմ խոսելաձևը, ամեն բան իմ կյանքում փոխվում է, երբ որ ես Տիրոջ ներկայության մեջ եմ մտնում։ Իսկ գիտեք ինչ կարևոր է, որ յուրաքանչյուրս մտնենք Տիրոջ ներկայության մեջ, ոչ թե Տիրոջը ծառայենք առանց իրա։ Առանց իրա, գիտես ինչ, կսկսես ճռճռալ, կսկսես փնփնթալ, կսկսես էսի դուրս չի գալի, աչքերդ լրիվ ուրիշ տեղեր կբացվեն։ Բայց երբ որ Սուրբ Հոգու օծությունը յուղը գալիս է Տիրոջ ներկայությունը, վաու, դժվարությունն էլ գիտեք ոնց է քելում, ասենց այս խոսքը ասեմ, պալստալեն ասնում ես, դժվարը հեշտ է դառնում։ Դժվարը հեշտ է դառնում։ Երբ որ դու յուղված ես լինում, երբ որ դու Սուրբ Հոգու հետ մեկ ես լինում, այսօր ձեր կյանքերում Սուրբ Հոգուն տեղ տվեք, թողեք շարժվի, թողեք ձեր հետ խոսի, ականջը տուր լսելուն, գիտեք աղոթքի կա լռության աղոթք, կա պատերազմական աղոթք, կա ուղղակի նստես, խոսես Տեր արի։ Գիտեք դա դու պիտի հասկանաս ոնց աղոթես Տիրոջը, ոնց շփվես Տիրոջ հետ։ Դու գիտես չէ, մի բան հարց տամ ձեզ։ Ես ինքս ինձ էլ եմ հարց տալի։ Ես ամեն մեկի հետ գիտեմ ոնց շփվեմ։ Հյուրիկիս հետ ոնց շփվեմ, հարևանի հետ ոնց շփվեմ, այն բարեկամի հետ ոնց շփվեմ, հա։ Մենք բոլորս գիտենք ում հետ ոնց շփվենք, բայց դուք գիտեք Սուրբ Հոգու հետ ոնց շփվեք։ Դառնաք մեկ, որ Քրիստոսը գա իր ներկայությունով ու բնակվի ձեր տներում։ Մեր ներսը բնակարանա սիրելիս, մաքրի բնակարանդ, որ այդ Սուրբ Աստվածը գործի քո ներսում։ Մենք Տիրոջ տաճարներն ենք։ Տերը այս տան մեջ, երբ որ դու գալիս ես այստեղ, Տիրոջը հետդ բերում ես, բայց երբ որ դու գնում ես, Տերը այստեղ չի, դու գնում ես, հետդ տանում ես։ Սիրելիս, դու ես Տիրոջ բնակարանը, դու ես Սուրբ Հոգու բնակարանը։ Մի նեղացրա Սուրբ Հոգուն քո վարմունքով։ Դու պատկերացնես, նստել ես սուրճի շուրջ ու բամբասում ես։ Ու դու Սուրբ Հոգով մկրտված մարդ ես։ Ինչ որ քույրիկ ես քննադատում, եկեղեցի ես քննադատում, գիտեք, թող Տիրոջ երկյուղը թագավորի ուղղակի յուրաքանչյուրիս կյանքում, որպեսզի մենք հասկանանք, որ մենք Սուրբ Հոգու տաճար ենք ու Տերը մեզ մեր մեջ բնակվում է ու մենք ինչ որ անում ենք, կամ իրան փառք կբերենք, կամ անարգանք։ Կամ քո գնալուց հետո գիտեք ձեզ ինչ ուշադիր են նայում, զննում, լսում, կամ փառք կբերեք, կամ ձեր հետևից կասեն, ինքն էլ հավատացյալ, դժվար։ Գիտես, մենք չենք կարա մեղքը հաղթենք։ Եթե կա ստեղ մեկը, որ ինքը սենց զորավոր կարա մեղքը հաղթի, Սուրբ Հոգին է օգնում, որ դու մեղքից ազատագրվես, Սուրբ Հոգին է, որ քեզ հանդիմանում է ներսից շատ նուրբ ու ասում է, բայց դու կլսես թե չէ, դա արդեն քեզանից է կախված, դու կլսես թե չէ, գիտեք ինչքան այն Սուրբ Հոգին ասել մի արա, մի հատ գաղտնիք էլ ասեմ, ու չեմ է լսել, ասեք յավուն, այո տենց, ենքան միչև ասելա, հոգիտ կվերցնեմ մի արա, վախ է եկել իմ վրա, գիտեք սիրելիներս, մի խաղացեք մեղքի հետ, դուք Տիրոջ Սուրբ տաճարներն եք, Սուրբ գերազանց Հոգին ապրում է մեր ներսում, գիտեք,
Թե լինի վատ բնավորություն, թե լինի, չգիտեմ, սովորություն։ Գիտեք, ես այնքան եմ լսել, որ ասում եմ, այս հաղթանդամ տղամարդ կամ կին, այսօր չի բացառվում, ասում եմ, չեք կարում սիգարետը թողնեմ, կամ չեմ կարում այս սովորությունը թողեմ, կամ այն մեկը թողեմ։ Գիտեք ինչի, որտեվ այդ գերազանց հոգին իր ներսում հələ չկա։ Կամ կա, թույլ չի տալիս, որ գործի։ Ամեն, խնդրում եմ, շփվեք Սուրբ Հոգու հետ շատ, դարեք մեկ Տիրոջ Հոգու հետ, որովհետև այդ գերազանց հոգին բնակվում է մեր ներսում։ Այդ գիտեք որ հոգին է, որ Դանիելը կանգնեց առյուծների գուբի մեջ ու ոչինչ չեղավ։ Ամեն, որ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը գիտես ինչ կրակի մեջ էին, բայց 4-րդն իրանց հետ էր։ Դու տենց կրակներով անցնում ես, եթե անցնում ես, ուրեմն թույլ տուր Սուրբ Հոգին, թող Տիրոջ ներկայությունը միշտ քո հետ լինի, որ դու կարողանաս հեշտությամբ անցնել։ Հալելույա։ Թույլ տանք, որ Սուրբ Հոգին ձևավորի մեր ներսի մարդը։ Գիտեք, ես միշտ սիրում եմ ասել, գաջաջ չգնանք երկինք։ Գաջաջ չգնանք երկինք, այլ Տիրոջով զորացած, հա, ձևավորված։ Գիտեք, երբ որ դու Տիրոջ հետ մեկ ես դառնում Սուրբ Հոգու հետ, գիտես, եղել է որ գնացել ես խմբակ անելու կամ ինչ որ ծառայությունների կամ ինչ որ ման ասել ես ոնց որ ես մենակ ելնեի, Տերը իմ հետ չէր։ Ում հետ է եղել, իմ հետ եղել է։ Ես գնացել եմ ու ասել եմ, Տեր դու իմ հետ չէիր։ Գիտեք մի բան ասեմ, հոգնած եկել եմ տուն, սպառված եկել եմ տուն։ Ու գիտեք ինչ ձև սպառված, ոնց որ sense այն պարտականություն էլ այդ բեռը գնացի, արեցի ու եկա։ Գիտեք, բայց երբ որ յուղի հետ, յուղված, օծված, ուրախացած, Սուրբ Հոգու հետ մեկ եղած գնում ես, Տերը այնտեղ գործ անում, ու դու ոչ հոգնում ես, ոչ դա պարտականություն, այլ Տիրոջ բեռը քաղցր է, Տիրոջ լուծը քաղցր է։ Մենք մեր բեռն ենք տալի Տիրոջը ու վերցնում իր քաղցր լուծը։ Ամեն։ Իսկ միչև չլինի Տիրոջ ներկայությունը, Տիրոջ հետ շփումը մեր կյանքում չի գա այդ ամենը։ Ամեն։ Նոր երգում էինք։ Իսկ գիտես, երբ որ դու ծածուկ ես ունենում, ծածուկ սենյակ Տիրոջ հետ շփման, զորություն այնտեղ առնում ես։ Զորությունը Տերը քո հետ խոսում է, դու զորացած այնտեղից դուրս ես գալի ու կարում ես քո իրավիճակները անցնես։ Առանց Սուրբ Հոգու զորության ոչինչ չես կարող անել։ Առանց Հիսուս Քրիստոսի ներկայության ոչ մի բան չեն կարող անել։ Գիտեք, հին ուխտում թագավորները Աստծո մարդկանց կանչում էին, իրանք շատ լավ ճանաչում էին ովքեր են Աստծո մարդիկ։ Շատ լավ գիտեին։ Կանչում էին ու ասում էին, ասա քո Աստծուն։ Իսկ Աստված անգամ թագավորներին երազ էր տալի, վախ էր տալի, որ իր փառքը ցույց տա իր ծառաների միջոցով։ Այսօր Տիրոջ օծությունը, Տիրոջ յուղը, գիտես ինչ, քո ներսում է, դու ոնց կօգտագործես էդի։ Թույլ կտաս օծություն գա, թույլ կտաս ներկայության մեջ մտնես, ամեն բան քեզանից է այսօր կախված։ Ինչքանով կշփվես Տիրոջ հետ, անձնական, քո ծածուկ սենյակում։ Գիտես, տեղ դու գալիս ես Կիրակի օր, հալելույա, ժամը 12-ին, բոլորը մեկ տեղում աղոթում ենք, օրհնվում ենք, գնում ենք, բա գնալուց հետո այդ հոգին վերցնում ես, հա, այդ խոսքը վերցնում ես ու գնում ես քո տուն, ու ինչ ես անում։ Թողնում ես ձևավորի քո ներսը, այդ խոսքը, հա, Սուրբ Հոգին ձևավորի քո ներսում, երբ որ դու սկսում ես աղոթել, թե ուղակի մոռացար, Կիրակից Կիրակի կգնանք, ունեցեք աղոթքի կյանք, շփվեք Աստծո Հոգու հետ, որպիսի հրաշքներ տեսնեք, որ գիտեք այն ժամանակ ինչի էր հրաշքներ շատ լինում, հիմա էլ է լինում։ Ահա մի վկայություն իմ քույրիկը, որ նստած է։
լինում են հրաշքներ։ Բայց ձեզանից է կախված այդ հրաշքը ինչքանով թույլ կտաս քո միջոցով Տերը գործի։ Պատկերացնում եք բնավորություն, որը շատ սենց, չգիտեմ, փնթում է, կամ ամեն ինչից դժգոհում է, կամ չգիտեմ, էսա այնա, հազար ու մի հարցեր կա։ Հետո դուրս գաս Տերը քեզ օգտագործի։ Մենք մեզ խաբում ենք։ Մենք Տիրոջը չենք խաբում, մենք մեզ։ Մի հատ sense ինչ որ բան ենք կառուցում մեր առջև ու ասում ենք, չէ, ամեն բան լավ է, Կիրակի գնում եմ, փոխի բնավորությունդ, փոխի քո փոխհարաբերությունը քո տան մեջ, որովհետև Տիրոջ ծառայությունը սկսվում է քո տնից, իմ տնից։ Պատկերացնում եք, ես իմ հարսի հետ կռվեմ, չգիտեմ ինչ անեմ ու գամ քարոզեմ։ Չի լինի տենց բան։ Չի լինի, ուղղակի չի լինի։ Ում խափես, քո տնից սկսի ծածուկում աղոթել, բավական է, ամուսնուդ կամ կնոջդ երեխեքիդ, արի եկեղեցի արի, քեզանից սկսի։ Երբ որ դու քո տան մեջ դուք փոխվես, թույլ կտաս Սուրբ Հոգին քո հետ աշխատի, այդ ժամանակ դու կտեսնես քո կողքերը ամեն բան փոխված, քանի դեռ դու եկեղեցում շատ լավն ես, բայց գնում ես տուն, չգիտեմ, տանը գիտես, մենք տանը մեզ դրսևորելու ձև պիտի ունենանք, որովհետև Աստծո աչքերը ամեն ուր են ու տեսնում են քո ծածուկը, երբ որ դու մենակ ես, ոչ ոք չկա, Սուրբ Հոգին, Աստծո Հոգին տեսնում ամեն բան, Հիսուսը ամեն բան տեսնում է, ամեն, գիտես Աստվածաշնչում այնքան հերոսների մասին կա գրված, կարդում եք Աստծո խոսքը, ճիշտ է, գիտեք, երբ որ նայում եմ Մովսեսի կյանքում, երբ որ նայում եմ Հովսեփի կյանքում, իմ սիրած հերոսներից ամենաշատ սիրում եմ Հովսեփին, Դանիելին, շատ եմ սիրում Հովսեփին, գիտես իրանից լիքը բան կարանք սովորենք, իր խոնարհությունը, ինքը ոնց ներեց իր աղբերներին, գիտեք այն ժամանակ Սուրբ Հոգին չկար, Աստված անհատական խոսում էր, այսօր էլ Աստված անհատական խոսում, քո հետ, բայց դու ինչքանով ես թույլ տալի Տերը քո հետ խոսի, քեզ դաստիարակի, ինձ դաստիարակի, իմ ներսը դաստիարակի, որ այս սովորությունները, որ ես տարիներով արել եմ, այսօր չանեմ, որ սուտ եմ խոսացել, չխոսեմ, որ բամբասել եմ, չբամբասեմ, հա, որ դատել եմ, չդատեմ, ինձ ցավացնողին օրհնություն լինեմ, դուք կարող եք այն ով որ ձեր կյանքում լուրջ վնասներ է պատճառել, ինգել ես մեծ պարտքերի տակ, կամ ընտանիքը տակ քանդվել, կամ լուրջ հետք է թողել, պատտվես տարիներ հետո ու պատիվ տաս։ Գիտեք, Սուրբ Հոգին է անում, որ դա լինում է։ Միջև Սուրբ Հոգին քո ներսում չձևավորվի, քո բնավորությունը, քո ներսը չմաքրի, դու ոչ մի բան չես կարող անես, նույնը ես։ Միջև Սուրբ Հոգին ինձ հետ չխոսի, գիտես իմ քուրիկը շատ է իմ հետ խոսում, ասում, խրատում, խոսքով, սենց, չէ։ Գիտեք, ես նենց սիրում եմ իրան, միանգամից հասկանում եմ, ես ընդունել եմ, թե չէ։ Ինքը հենց հասկանում է իմ հետ բան է կատարվում, այլևս չի խոսում, գնում է ու աղոթում է։ Գիտեք ինչքան կարևոր է, որ հասկանաս, երբ որ դու դիմացինի հետ թեկուզ ճշմարտությունը խոսում ես, բայց ինքը չի հասկանում, լռես։ Լռելու ունակություն ունենաս, գնաս ու ծածուկում աղոթես։ Գիտես հենց ծածուկում աղոթումը ես միանգամից իմանում եմ, որտեվ փոխված հաջորդ օրը գալիս եմ ու լրիվ փոխված ուրիշ մարդ։ Աղոթքը ունի պատասխան, աղոթքը ունի զորություն։
Տիրոջ հետ շփումը, Սուրբ Հոգու ներկայությունը, դա նշանակում է, երբ որ Սուրբ Հոգին գալիս է քո ներսում բնակվելու, դա Տիրոջ ներկայությունն է։ Դա Հիսուսի ներկայությունն է քո կյանքում։ Դու պատկերացնում ես, հիմա գնում ես տուն, ու ասում ես Հիսուս, ուզում եմ քո ներկայության մեջ բնակվեմ, ապրեմ, խնդրում եմ, արի ու սկսի աղոթել, լեզուներով աղոթել, լե բրասան թալարաման դե քելելելե բրոսոլորոմոն դե խալարաման դա հայա, դուք տարբերությունը հասկանում եք, երբ որ դու Սուրբ Հոգով ես աղոթում ու աղոթում եմ, Տեր օրհնի, հա, Տեր ջան օրհնի իմ կյանքը, իմ ներկան, իմ ապագան, դա իմ միտքը, հա, աչքի տեսածը, ասում եմ, բայց երբ որ ես սկսում եմ լեզուներով աղոթել, ես չեմ հասկանում, բայց հոգուն հասկանում է, թե ինչ պիտի ասի ինձ համար, հա, կարող է ես լեզուներով աղոթում եմ, բայց Տեր ինձ կանգնացնում է այս քույրիկի համար, իսկ մենք ինչ ենք, մենք միշտ սիրում ենք առաջ մենք, հետո, բայց դու կանգնի աղոթելու, դու չգիտես Աստված ինչ է անելու, երբ որ դու սկսում ես լեզուներով աղոթել, ամեն, լեզուների աղոթքը շինում է քո անձը, դա գիտեք ինչ է, երբ որ դու անբարբար հառաչանքով աղոթք ես անում, քո ներսի մարդը Սուրբ Հոգին կառուցում է, նենց ոնց որ ինքն է ուզում, ոչ թե նենց ոնց որ դու ես ուզում, այլ նենց ոնց որ ինքն է ուզում, դրա համար շատ կարևոր է, որ դու լեզուների աղոթքը քո անձնական կյանքում, քո ծածուկ սենյակում ճեղքումներ ունենաս, գիտեք ճեղքում եկեղեցում էլ է լինում, երբ որ դու գալիս ես միաբան աղոթքների մեջ, բայց գիտես, երբ որ դու ծածուկում աղոթած, խոսք ստացած գալիս ես եկեղեցի հաստատվում ես, բայց երբ որ դու դատարկ, ամբողջ շաբաթը անցնում է, կիրակից կիրակի ես, մենակ Տիրոջը դիմում, աղոթում, կներես սիրելիս, պիտի քեզ հիասթափեցնեմ, էլի կտեսնես Աստծո փառքը, բայց այն զորությունը, այն քո փոխվելը, որ քո կողքինը կտեսնի, որ դու կտեսնես քեզ փոխված, որ մարդիկ կտեսնեն ում հետ, որ դու շփվում ես փոխված, այ դա չեն տեսնի։ Սուրբ Հոգին մեր մեջ բնակվում է, որպիսի ինչ լինենք, աղոթենք, որ մեր անձերը շինենք, որ մենք փոխվենք, մեր բնավորությունը փոխվի, մեր սովորությունը փոխվի, մեր որոշումները փոխվի, դառնան նրա կամքի համաձայն։ Մենք մինչև հիմա մեր կամքի համաձայն ապրել ենք։ Տենց չի։ Ինչ ուզել ենք, ոնց ուզել ենք, ում ուզել պատասխանել ենք, ում ուզել չենք պատասխանել։ Էս սենց ասեց, ես սենց կասեմ։ Հանձնվի Սուրբ Հոգուն, նա քո ներսում բնակվում է։ Այդ գերազանց Հոգուն հանձնվի։ Ամեն։ Ու դու մեծամեծ բաներ կիմանաս, Տերը կհայտնի քեզ մեծամեծ բաներ, ամեն, հալելույա, կարդանք մի տեղ էլ, հա, տեղ եմ կարդում, բացեմ Աստվածաշունչը, Հովհաննեսի ավետարան, 16-րդ գլուխ, 13-րդ խոսքը, Սակայն, երբ նա ճշմարտության հոգին գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքը իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի, եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Դուք հասկանում եք։ Գալիք բաների մասին, այսօր մեր ազգը սիրում են, չէ՞, գնանք մի հատ հլը թուղթուգիրը, չգիտեմ կոֆեի բաժակ, չգիտեմ եսի ինչ, թող քանդվի մեր երկրի մեջ կախարդությունները, թող ճշմարիտ հոգու զորությունը եւ աստվածապաշտությունը բարձրանա մեր երկրի մեջ, թող ամեն սուտ աստվածությունը քանդվի մեր ազգի մեջ Հիսուս Քրիստոսի անունով, որովհետեւ աստվածապաշտության խորհուրդը շատ մեծ է, ինչքան դու խորանում ես դրա մեջ, ինչքան դու սուզվում ես դրա մեջ, դու հասկանում ես դու որտեղ ես։
Աստված է գալիք բաները հայտնում։ Ուզում ես իմանաս, գնա ընկղմվի Սուրբ Հոգու մեջ, գնա նրա ջրերի մեջ ընկղմվի, խորացի այդ ջրերի մեջ, լեզուներով աղոթի, ծնկի արի Աստծուն, քո բարեկամների, քո ընտանիքի, քո չփրկված հարազատների համար։ Խնդրի Սուրբ Հոգին երկրի վրա այցելություն անի, հանդիմանություն անի, որովհետև խոսքն ասում է, մենք բոլորս մի ժամանակ իրար նման էինք, բայց հիմա մենք դառանք լույսի, բայց նրանք չէ։ Ինչ որ մեկ աղոթեց, չէ՞ մեր համար, որ մեր աչքերը բացվեց, ուրեմն աղոթեք, որ հոգու աչքերը բացվի, որ լույսը տեսնեն։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Եվ ուզում եմ մի տեղ էլ կարդամ։ Հովհաննես 4:24 Աստված հոգի է ու նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագեն։ Հալելույա։ Գիտես ինչքան ուզում ա քո միտքը, քո էմոցիաները, քո շնչի ոլորտը, հա? Դու նենց վայրում ես հիմա գտնվում, քո միտքը, շունչը, էմոցիաները հիմա փառաբանի, բայց հայրը փնտրում է հոգով եւ ճշմարտությունով երկրպագողների։ Ո՞վ է լեզուներով փառաբանում։ Երբ որ լեզուներով դու սկսում ես փառաբանել, Տիրոջ հոգին գործում է, Տիրոջ զորությունն է գործում։ Ամեն։ Պողոսն ու Շիղան բանտում էին։ Այդ զորությունը բանտի դռները բացեց։ Գիտեք երբ այդ զորությունը գործում։ Երբ որ դու Տիրոջ հետ մեկ ես դառնում։ Երբ որ քո եսը բացարձակ չկա էլ։ Եսը բացարձակ չկա, այլ դու մտածում ես գիշեր ու ցերեկ Տիրոջ խոսքի մասին։ Ամեն։ Հալելույա։ Եթե ուզում ես մեր երկրում արթնություն լինի, արթնությունը մեզանից է սկսում։ Արթնությունը մեզանից է սկսում։ Ուզում ենք մեր երկիրը փոխվի, ուզում ենք, հա, մեր երկրի սովորությունները փոխվեն, մեր կառավարությունը փոխվի, ուզում ենք շատ աջ ձախ նայում ենք, ասում ենք, օй Տեր ջան, թող քո փառքը երևա ոնց։ Մենք երկրի քաղաքացի ենք, մեզանից է սկսում արթնությունը։ Մեզանից է սկսվում մեր երկրի մաքրությունը։ Մեզանից է ամեն բան սկսվում, որովհետև աղն ու լույսը քո ներսում է դու ես։ Խնդրի Սուրբ Հոգուն, որ դու իրական ճշմարիտ աղ եւ լույս լինես։ Ճշմարիտ աղ եւ լույս, որովհետև աղը եթե մի քիչ աղի եղավ, ոչ մեկ չի ուտում։ Լույսը էլ եթե պակասեց, լույսիդ վրա չեն գալու։ Հալելույա։